Դհոլով դիմավորումը բարերարի պատվին է Ֆրանսիահայ Ժան Դադիկյանի ջանքերով զինվորի տանը բացօթյա սրճարան պուրակ է բացվում։ Նորամուտի կարմիր ժապավենը կտրեց 44-օրյա պատերազմում ծանր վիրավորված Անդրանիկի ընտանիքը։ Տոնական շնորհավորանք շնորհակալություններն ուղղվեցին նախ փորձությունից անկախ տղաներից չհեռացող նրանց կանանց բուժքույրերին։ Այս պուրակը բոլոր ենք հերոս կանանցն է, որոնք որ իրենց կյանքը կապել են մեր տղաների հետ, չնայած իրանց տկարությանը, չնայած դժվարությանը, չնայած այն բոլոր փորձություններին, որոնք մեր տղաներին բաժին են հասել։ Ուրախ եմ լինել ձեր կողքին, կենտրոնում դեռ բուժվող եւ արդեն ոտքի կանգնած երիտասարդներին ողջունեց բարերարը։ Սոցիալական այս նախաձեռնությունը Դադիկյանը նվիրել է կնոջ Մարիոնի հիշատակին։ Ֆրանսիայի դեսպանի հետ շենքի պատին հուշատախտակ բացեցին։ Տխրել չկա, եթե հիշողությունները վառ են։ Պարտավոր ենք ապրել նաեւ մեր շատ ընկերների փոխարեն խոստացան զինվորի տան շահառուները։ Այն մարդու համար, ով տեսել է, թե ինչպես է ստացվում, երբ ինքը արդեն մեռած է ու դրանից հետո շարունակում է ապրել, կյանքը դառնում է մեզ համար պահերից սկսած։ Ամեն մի պահը, որ մենք կարողանում ենք ապրել, դա եւս մեկ կյանք է մեզ տալիս։ Օրվա տպավորություններին ավելացավ եւս մեկը շատերի համար անակնկալ միջոցառմանն առանց հաշմանդամության սայլակեր կարողացել գալ Սերոփը։ Զինվորի տան շահառուների համար ֆրանսիական ոճի այս սրճարանը ոչ միայն ժամանցի վայր կդառնա, այլև աշխատատեղ։ Ցանկացողները կվերապատրաստվեն ու գործի կընդունվեն։ Կաշխատեք մենեջեր բարիստ հարցին կարևոր չէ ինչ ասում է Արամը։ Մենք միշտ այդտեղ շատ ենք լինում, որպես ընդունելով մեր տուն, բայց որ գործնականով է լինում, արդեն ավելի հավանականությունը մեծ է ու ավելի շատ է լինում այստեղ։ Տղաներից շատերին հարմար կլինի աշխատել հարազատ դարձած օջախում, այցելուների պակաս էլ չի լինի, համոզված են այստեղ։ Այն մարդկանցից մեկը, ով իր ընկերու հետ միասին կգա այստեղ սուրճ խմելու կամ մայրիկի հետ միասին, վստահաբար կարող եմ ասել, որ ես կլինեմ դրանցից մեկը ու շատ եմ։ Սրճարանը կանաչ պուրակով բաց է լինելու բոլոր այցելուների, ինչպես բուժվող բժիշկ հիվանդատես, այնպես էլ դրսից պարզապես ժամանակ անցկացնելու եկող անձանց համար։ Ավելին, ինչքան շատ մարդ գա այստեղ սուրճ, հյութ կամ քաղցր վայելելու, այդքան կավելանան հայրենիքի պաշտպանների առողջացմանն ու նոր կյանքին ինտեգրման ուղղվող զինվորի տան սեփական ֆինանսները, բացատրում է կենտրոնի ղեկավարը։ Մեր օրենսդրությունը հասարակական կազմակերպությունների հետ կապված այդ արտոնությունը տալիս էր ունենալ սոցիալական ձեռնարկատիրություն եւ ինքնաբավություն, սեփական ծրագրերը բարեգործական իրականացնելու նպատակով որոշեցինք, որ այս սրճարանը կգործարկենք, այն վճարովի է լինելու բոլոր այցելուների համար եւ յուրաքանչյուր շահույթ, որ այստեղ կձևավորվի, կուղղվի արդեն մեր տղաների տարբեր սոցիալական խնդիրների լուծմանը։ Առաջիկայում զինվորի տան շահառուներից սրճարանի համար աշխատողներ կընտրեն, կհաստատեն մենյուն եւ ամենաուշը մայիսից կհայտարարեն։ Բաց են։ Հերմինե Բաղդասարյան, Սեյրան Անտոնյան լուրեր։